Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում սյուժեն նոր շրջադարձ է ստանում, իսկ այսօր մենք ունենք մի քանի շոկային իրադարձություն, որոնցից մեկը սպասված, իսկ մյուսը բացարձակ անսպասելի։ Միքայելը հեռախոսազրույց է ունենում Ֆայինայի հետ։ Վերջինս հայտնում է, որ մայրը, Աննան, գտնվում է ահավոր վիճակում, հոգեբանական եւ էմոցիոնալ առումով կոտրված։ Այդ մասին արդեն գիտի նաեւ Ֆայինայի ընկերուհին, Յանան։ Ֆայինան անկեղծ անհանգստանում է մոր առողջական վիճակից եւ ի վերջո հորը Միքայելին զգուշացնում է, որ եթե այսպես շարունակվի, ապա ինքը կզանգի Աննային եւ կպատմի ողջ ճշմարտությունը, այն, որ Անգելինան իրականում իր կորած աղջիկն է։ Սակայն Միքայելը կարծես թե առանձնապես չի վախենում այդ սպառնալիքից։ Նա վստահ է, եթե Ֆայինան ցանկանալ ինչ-որ բան ասել, ապա վաղուց կասեր, իսկ քանի դեռ լռում է, ուրեմն հենց այդպես էլ շարունակելու է։ Այդ մտորումներից հետո Միքայելը գնում է Յանայի տուն, որտեղ այդ պահին գտնվում է Աննան, երեխայի հետ։ Սերիալի հերթական բեկումնային պահն է։ Միքայելը վերցնում է երեխային մոր ձեռքից եւ դատարանի որոշմամբ վերջնականապես զրկում Աննային մայրական իրավունքից։ Բայց սերիալում տխուր լուրերի կողքին այս անգամ կա նաեւ ուրախալի, ոչ թե մեկ, այլ միանգամից երկու հարսանիքի սպասում։ Բոլորին արդեն հայտնի է, որ շուտով կայանալու է Հենրիի եւ Անգելինայի հարսանյաց արարողությունը, սակայն բացի դրանից կայանալու է նաեւ Յանայի եւ Հալալի հարսանիքը։ Նրանք որոշել են մեծ շուկով կազմակերպել խնջույք եւ ի պատիվ նախկինի պես ջերմ հարաբերությունների հրավիրում են նաեւ Աննա Բագրատովնային։ Սակայն Աննան հրաժարվում է մասնակցել։ Երբ Հալալը հստակ ասում է, որ Հենրին չի ցանկանում իր մորը տեսնել հարսանիքին, Աննան վիրավորվում է եւ որոշում է չմասնակցել։ Նա հասկանում է, որ այս պահին իր ներկայությունն այդտեղ միայն ավելորդ սուր զգացումներ կառաջացնի։ Եվ ահա, այս ամենի ֆոնին Դիանա Գրիգորյանը իր սոցիալական ցանցերի միջոցով հայտարարություն է անում։ Վերջի զանգ սերիալի ամենաակտիվ 20 հետևորդները հնարավորություն ունեն մասնակցելու Հենրիի եւ Անգելինայի հարսանյաց արարողությանը եւ նկարահանումներին։ Հարսանիքը կայանալու է վաղը։ Նշվում է, որ արդեն իսկ հարյուրավոր մարդիկ են դիմել ցանկանալով մասնակցել նկարահանումներին։ Դիանան կոչ է անում բոլոր նրանց, ովքեր հրավիրվել են, ներկայանալ գեղեցիկ, տոնական, հարսանյաց համապատասխան հագուստով։ Այսպիսով, սերիալը թևակողում է իր ամենադրամատիկ եւ միաժամանակ ամենաոգևորիչ փուլերից մեկը։ Մի կողմից ընտանիքների քանդվող ճակատագրեր, մյուս կողմից երկար սպասված միություններ։ Իսկ այդ ամենի ֆոնին մեծ ու իրական հարսանիք։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հենրիի եւ Անգելինայի հարսանիքը կկայանա։ Գրեք մեկնաբանություն։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի ենք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Ու մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամենից ինձ իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։
Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Ինդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդը մեզ իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու տանում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը ասենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի մտերիմ եի, ավելի ջերմ էի, իրանք ինձ քրոջ նման էին ընդունում։ Լևոնի հետ շատ հեշտ մտերմացանք, իր բնավորությունն էլ շատ լավն է, իմ բնավորությանը մոտ է, միասին շատ լավ ենք իրար հասկանում, աշխատում, կես բառից, կես հայացքից, մի խոսքով իրար հետ աշխատելու հետ կապված խնդիր չունենք։ Ինձ մնաց շուրթերս, աչքերս, արագանեմ եւ գամ ձեզ մոտ։ Այո, վերջ։ Այս պահին Լիլիթ եմ դարձել ու պատկերացնում եք, եթե Լիլիթը երգեր Моя душа такая нежная, у колонны каскосвеш. Но он сказал, что нежная душа у меня стерва. Все бабы стервы. Հենց նոր իմացա, որ մենք վերջում միասին չենք լինելու։ Տեսարան եմ անցնում, ձեր ամենա սպասված տեսարանն եմ անցնում։ Սպասում եմ Լյովը գա, որ խաղանք։ Ինչքան եք սպասել դուք ես տեսանեն ժողովուրդ։ Շատ։ Փորձեմ լավ խաղում։ Ինձ լավ բաներ գրեք, ոգևորվեմ, որ լավ խաղամ։ Տեսեք աչքերից տակն արդեն ուռած կեսը նկարել ենք։ Так что սպասում եմ ձեր լավ խոսքերին։ Գնում ենք նկարահանման մեր տրիոն։ Լավ ենք ամեն ինչը։ Դու ինչ կասես։ Քայլում ենք։ Սպորտում ենք։ Տեսարանները դուրս չի եկել։ Ասում ենք իրարներին։